Աշխարհաքաղաքական զարգացումներին եթե գանք, դրանց ազդեցության իմաստով մեր երկրի հետագա խնդիրների լուծման առումով ինչ կարող եք ասել, այստեղ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող ենք վկայակոչել, որը տեղի ունեցավ Թուրքիայում, Թրամփը եկավ, մենք տեսնում ենք նաև Իրան-Իսրայել ԱՄՆ, Իրան, Իրան պատերազմի, կարծես թե վերսկսում ինչ կարող եք ասել։ Զարգացումները ինչի մասին են եւ դրանց հետևանքները։ Շատ բազմաշերտ հարց եք տալիս։ Եկեք մի քիչ բացենք բանենք։ Նախ ՆԱՏՕ-ի այդ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի ունեցավ։ Մենք տեսանք, որ այնտեղ մասնակցում էր Ուկրաինան շատ բարձր կարգավիճակով, գրեթե փաստաթղթերով, իրավական առումով ինքը անդամ չէ, բայց այնտեղ իրավանդամի կարգավիճակով գրեթե փաստացի է, ինքը այնտեղ նստած էր, մասնակցում էր որոշումների կայացմանը շատ ակտիվ, այնտեղ որոշումներ են կայացնում Ուկրաինային օգնելու համար, եթե չեմ սխալվում, 70 միլիարդի օգնություն հաստատվեց այնտեղ, բազմաթիվ պայմանագրեր, ռազմական պայմանագրեր կոնկրետ հստակ է, տեխնոլոգիաների արտադրության անգամ Տրամպը ասեց, որ կարող է իրենց պատրիոտ հրթիռները Ուկրաինայում արտադրելու լիցենզիա տա, դա ֆանտաստիկ հնարավորություն է ուկրաինացիների համար, բոլոր են եթե հիշում եք 23 թվականին, այսինքն մինչև օրս էլի ամերիկացիները երբ իրանց պետք էր այդ հրթիռները տալիս էին, ուկրաինացիները կարողանում էին պաշտպանել իրենց ստրատեգիական նշանակության երբ պետք չէր չեն տալիս եւ ռուսները պատժում են, նույնն էլի ռուսները հիշում եք մեզ Արցախյան պատերազմի 20 թվականին, որ հաջորդը գորմեր օդը փակեք, երբ որ պետք էր ռուսներին օդը փակում էին Երբ պետք էր բացում են եւ մեր զորքը բաներում, բոլոր մեծ կայսրությունները, մեծ խաղացողները, երբ որ իրանք սկսում են քեզ օգնել եւ այդ օգնությունը դառնում է քո համար կրիտիկական նշանակության, իրանք դրանից օգտվում են։ Հիմա եթե Ամերիկան այդ հնարավորությունը արդեն տալիս է Ուկրաինային, դա էլ ոչ թե տալիս է Ուկրաինան նվաճից այդ իրավունքը, որ ինքը ոչ թե օգնություն խնդրող է ինքը հիմա, այլ Եվրոպայի անվտանգության կազմակերպիչ, այսպես ասենք, Եվրոպայի անվտանգությունը սկսվում է Ուկրաինայից եւ Ուկրաինան ինքը իրենով մարտնչում է Եվրոպայի անվտանգության համար, այսինքն եթե Ուկրաինան պարտվեց, դրանից հետո ռուսները շատ հանգիստ գնալու են արդեն մտնել են ցանկացած արդեն ՆԱՏՕ-ի անդամ եւ եվրոպական պետություններ, խոսքը առաջին այս Լեհաստանի մասին կամ Բալտիկ ծովի այդ շրջանի պետությունների մասին է, այսինքն Ուկրաինան առաջնագիծն է Դա շատ լավ հասկանում են եվրոպացիները եւ իրենք ամեն ինչ անելու են, որ Ուկրաինան չպարտվի։ Ամենայն դեպս այսօր զարգացումները այդպիսին են եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում այդ տրամադրությունները դրանք հստակ ընդգծվեցին։ Շատ կարևոր էր նաեւ այնտեղ Թուրքիայի մասով, թե ինչու է այդ գագաթնաժողովը դրանպես շատ փորձագետներ կան, որ խոսում են թե ինչու է այնտեղ տեղ ունենում Թուրքիայի դերակատարումը մեծացավ, փոքրացավ կամ ինչ որ տարբեր գնահատականներ կան, ես ուզում դրան այդ տեսանկյունից չնայենք, այլ տեսանկյունից նայենք, մենք մի քանի մեկ շաբաթ առաջ, եթե չեմ սխալվում, կամ մի 10 օր առաջ էր, երբ Իսրայելը փորձում էր ճանաչել համենայն դեպս հայտ ներկայացրեց, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, եւ այդտեղ անհանգստություններ սկսեցին առաջանալ Թուրքիայում, Ադրբեջանում եւ Հայաստանի կառավարող շրջանակներում շատ տարօրինակ զուգադիպություններ իհարկե Այսինքն տարօրինակ չի, շատ հասկանալի է, բայց սրանք խոսում են երկարաժամկետային խնդիրների մասին, որ մեր տարածաշրջանում տեղի ունենալու, Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները գնալով սրվելու են, միջերկրական ծովում նրանք այնտեղ գազի եւ նավթի միլիարդավոր դոլարների հասնող ինչ-որ նոր բաներ են հասել, անունը հանքեր են գտել, որոնք ուզում են շահագործեն, Թուրքիան ինքն է ուզում շահագործի, Իսրայելը ինքն է ուզում շահագործի, այնտեղ Հունաստանը նույնպես շահում, այնտեղ Կիպրոսը բան չէ, սենց մի խոսքով այդ միջերկրական ծովում նոր լուրջ կոնֆլիկտ է ձևավորվում, որտեղ Ֆրանսիան նույնպես էական դերակատարություն ունի, եւ այնտեղ հակաթուրքական դաշինք է ձևավորվում, եւ իսրայելական եւ թուրքական շահերը ակնհայտորեն բախվելու են, եւ սա մեզ համար հետաքրքիր է այն տեսանկյունից, որ ընդհանրապես տարիներ առաջ 20 թվականի պատերազմում Թուրքիան, Ադրբեջանը եւ Իսրայելը, Պակիստանը, այդ թվում նաեւ իրենք դաշնակիցներ են եւ կռվում են մեր դեմ, հիմա մենք տեսնում ենք այդ դաշինքի մեջ, եթե ասենք այդ հակահայկական այդ դաշինքի մեջ շեղված կա եւ ակնհայտորեն Իսրայելը փորձում է դուրս գալ այդ
ճեղ բանից, այդ դաշինքից, եւ ինքը հայտով ներկա բան արեց, չէ՞, մեզ կառավարությունը դիմեց, ասեց, ես ուզում եմ ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Իմաստը ո՞րն է, Իմաստը այսինքն երկխոսություն առաջարկի, ինչ սկսելն է, երկխոսություն սկսելն է, որ բանը իրենց հետ խոսնել է շատ հետաքրքիր է, որ ինքը ասեց լավ է ուշ քան ասենց ինչ-որ քան երբեք, ինչ-որ բարոյական բանում ասել։ Այսինքն մեղանչականով էին։ Երբեք ուշ չէ, ճիշտ է, այո, մեղանչականով էին հանդես գալի եւ ասում էին, որ ոնց որ լավ բան չեն կարել, բայց եկեք սկսենք նոր սկզբից եւ դա հնարավորություն է Ադրբեջանին զրկելու իր ուժեղ դաշնակիցներից մեկին։ Հնարավորություններ Ադրբեջանին ստիպելու, որ նա ընտրություն կատարի Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ, եւ մենք տեսանք, որ ակնհայտորեն բանը Ադրբեջանը ընտրելու է բանը Թուրքիային եւ զրկվելու է Իսրայելի աջակցությունից, եւ դա մեզ ուժեղացնող գործոն է դառնալու։ Չէ, ինչ պետք է անեինք մենք, մի փոքր ավելի ռեալ նկարագրեք ձեր ասածը, գործնական։ Հարաբերությունը ընդամենը լավացնել, երկխոսություն սկսել, շատ բան պետք չէր անելու սկզբի համար։ Մենակ այն հանգամանքը, որ դա լարվածություններ առաջացնելու ադրբեջանա-իսրայելական հարաբերություններում, դա արդեն իսկ գալու էր ձեր, եթե մենք դրա վրա սկսեինք այդ ուղղությամբ աշխատել, հələ պատկերացրեք, որ մենք հասնենք այն բանի, որ բան, ինչպես Ադրբեջանը, հա, հիմա աշխատեց, հիմա իրենք հայտարարությամբ են հանդես եկել եւ ասում են մենք աշխատանք տարանք եւ կարողացանք չեզոքացնել Իսրայելում։ Դուք հավատում եք այդ հայտարարությանը։ Այդ հայտարարությունը հենց այնպես հայտարարություն չի։ Այդ մարդիկ աշխատանք են տարել, իսկապես աշխատել են այդ ուղղությամբ, ոչ միայն բանը պաշտոնական այտենց հայտարարել են, այլև գնաց է հանդիպում ինտենսիվ հանդիպումներ տեղ ունեցել։ Իսրայելական կողմն ասում, որ Ադրբեջանը այո բողոքել էր եկել էր քննարկում էր, այսինքն այդ մարդիկ աշխատում են, ոչ թե ուղղակի գրասենյակներում նստած կամ եթերում նստած հայտարարություններ են անում։ Հստակ աշխատում են իրենք այդ ուղղությամբ։ Հիմա եթե մենք էլ հստակ աշխատենք, կարող ենք հասնել այն բանին։ Գնալու է մի վարքյան միտքս ավարտել։ Արցախուրդ, ինչ է նշանակում Ադրբեջանը հստակ աշխատանք է տարել։ Խորհրդարանը գնում է։ Ինչ? Աշունը չէին կարա ճանաչեին։ Դե թող վերադառնանք կտեսնենք Ադրբեջանը ինչ աշխատանք է տարել, որքանով է այդ աշխատանքը։ Դա քաղաքական հայտարարություններ։ Եվ առաջին անգամը չէ, պարոն Սահակյան, որ Ադրբեջանը հրաշալի կերպով օգտվում է հայտարարություններից, ժամանակաշրջանից եւ ծառայեցնում իրեն։ Դա ունակությունն է, որ կարելի է հենց քարոզչական մակարդակում, անգամ քարոզչության մակարդակում մենք էլ կարող ենք օգտվել այդ հնարավորությունից, բայց մենք ոչինչ չենք կարող, մենք ձկան նման լուր ենք ուղղակի։ Մեր շուրջ տեղի ունեն լրջագույն զարգացումներ, Իրանին ավիրում են, այնտեղ բանը Թուրքիա-Իսրայել բաները հարաբերությունները լարվում է, Ադրբեջանը բանը Իրանի սահմաններին մեծ զորավարժություն է սկսել անել, բանը ասես մեր շուրջ բոլորը ասես թողուբոհ է, Ուկրաինան մեզնից ընդհանրապես հեռու չի, շատ մոտ է, լնայք արյունարբու է 4 տարի դաժան կռիվալում, մենք ձկան նման լուր ենք, գլուխներս մտցրել են գետնին տակ եւ աշխատում ենք չնկատել թե ինչ է տեղում, այդպես չի կարելի։ Եվ այն մարդիկ այդ փորձագետ են, հա, միտքը սկսեցին նրանով, որ ասում են, որ Թուրքիայի դերակատարումը մեծացել է տարածաշրջանում եւ ես ուզում եմ ասել, որ բոլոր այն պետությունները, ովքեր սկսել են ինտենսիվ աշխատել իրեն շահերի սպասարկման ուղղությամբ, իրենց տեղն ու դերը էականորեն մեծացել է աշխարհում։ Էականորեն մեծացել է։ Իսրայելը մեզից փոքր պետություն է, հələ նայեք ինքը Ամերիկայի հետ ինչ հարաբերություն է կարողացել կառուցի։ Դա ունակություն է, դա շնորհք է, դա հմտություն է, որի շուրջ մենք պետք է բան անենք, էլի, աշխատենք, որ մենք կարողանանք բան անել։ Այդ ինչի իրենք կարողանում են աշխարհի համար մեկ գերտերությանը ստիպեն, որ գա իրենց այդ կռվի բանը Իրանի դեմ, բայց մենք չենք կարողանում Ռուսաստանին ստիպել, որ ինքը կռվի, ասենք բանը Ադրբեջանի դեմ։ Հասկանում եք, դա շատ բաների մասին է խոսում։ Իսրայելի հետ չեն կարող հիմա աշխատել այլ ձևաչափով հայոց ցեղասպանությունը չլինի այդ աշխատանքի խթանան, ինչն է խանգարում, որովհետև Թուրքիայի հետ պատրաստվում են հարաբերությունների կարգավորման, որովհետև հեռանկարում կա տարածաշրջանի ապաշրջափակում, Հայաստանի ապաշրջափակում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, որից շահելու է Հայաստանը։ Հիմա ինչ է տալու Հայաստանին ցեղասպանության հիմքով համագործակցությունը Իսրայելի հետ, լծակ ազդելու Թուրքիայի վրա։ Դրանից Եթե մեր վիճակը լավ չի լինում, մենք միշտ կարող ենք հենվել հայ-իսրայելական հարաբերությունները եւ ցավացնել եւ ստիպել թուրքիական կողմին, որ ինքը հաշվի նստի մեր հետ։ Ոչ թե թուրքերը մեր հետ հարաբերվելիս ոնց են ասում, չէ, գնացեք Ադրբեջանի հետ հենց տեսնենք Ադրբեջանը ինչ կասի, ըստ այդմ մենք որոշումներ կկայացնենք։ Մենք եք ասենք, դե որ տենց է, մենք Իսրայելը տենանք ինչ ասում, ըստ այդմ մենք հաշվի կառնենք։ Եթե ուրիշները կարող են մեր հետ այդպես վարել, մենք չենք կարող, մենք հիմար ենք։
Երբ որ կա հնարավորություն, պետք է հնարավորությունից օգտվել։ Այդ մարդիկ իրենց ձեռքով եկել են մեր դուրը տուկ-տուկ են, թակում են դուրը։ Ինչ ձևացնենք, որ մենք տանը չենք, հա, ինչ ասենք, վեր ցեղասպանություն չի եղել, հա, որ մենք ասենք ցեղասպանություն չի եղել։ Եղել է, չէ։ Չեն ասում ցեղասպանություն չի եղել, Մեր կառավարությունը ասում է, եկեք մոռանանք։ Ճանաչի, այսինքն պետության լիարժեք ճանաչում կլինի, մենք Ինչ են ողջունեն, արելու։ ինչ պետք է Պետք չի ուղղակի ողջունել, դա հարաբերություններ սկսելու, նոր այդ հարաբերությունները զարգացնելու, ավելի բարձր մակարդակի բարձրացնելու հնարավորություն է, այդպես են, ուղղակի ճանաչել, ասենք ումա պետք։ Հիմա ասենք, բան է, այդքան պետությունը ճանաչել, որ տենց ես հիշում եմ Սերժի ժամանակ որ ճանաչում էր գնում են դեսպանատան դեմը, կանգնում են քոչարի այն պարում ծափ են տալի կամ ես ինչ եմ։ Դա հարաբերություն լավացնելու ձև է, իհարկե ոչ։ Դա հարաբերությունը, այդ հնարավորությունը, այսինքն հենց այնպես փուս տալու այտենց մի հատ քաղաքականություն է, որը ես հիմա չեմ ուզում նույն կերպ լինի։ Ամեն օր չէ, որ Իսրայելը գալիս է ասում աղբեր ջան, ոնց որ թուրքերի հետ հարց ունեմ, ոնց որ դու էլ հարց ունես թուրքերի հետ։ Արի տենանք ինչ կարենք անենք։ Ամեն օր չի գալիս նման առաջարկով։ Հասկանում եք։ Նույնը, ասենք, բանը Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, կամ եւ Եգիպտոսը, երբ որ հակաթուրքական ինչ-որ բան էին կոալիցիային ուզում սարքի ինչ-որ բան եմ, Հայաստանի նույնպես հրավիրեցին։ Մենք չգնացինք եւ չմասնակցեցինք, բայց այս տակից ինչ-որ բաներ են ուզում անել, չի կարելի նման քաղաքականություն վարել, վախերով առաջնորդելով, որ կարող է Թուրքիան մեզ պաչի։ Ընդհակառակը հայ-ռուսական հարաբերությունները այս 30 տարվա մեզ ցույց են տալիս, որ եթե դու հլու հնազանդ ենթարկվում ես ինչ-որ մեկին, ինքը վերջում քո հետ ինչ ուզում անում է։ Տալի ապտոկում, ավիրում, ցեղասպանում, ինչ ուզում անում է։ Եթե ուզում ենք մենք Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ, մենք Թուրքիայի բոլոր թշնամիների հետ պետք է ունենանք շատ բարձր մակարդակի հարաբերություն, որ պետք եղած ժամանակ կարողանանք ցավացնենք թուրքերին։ Որ ասենք եթե դու մեր հետ չեզում լավը լես, մենք կարանք քո վրա ինչ-որ քո բան լծակներ բանեցնենք։ Այ այդ ժամանակ թուրքերը կգան, մեր թուշը կպաչեն եւ մեր հետ լավ հարաբերություններ կլինի եւ մեր հայ-թուրքական սահմանը կբացվի առանց նախապայմանների։ Ոչ թե կասեն, տեսեք Ադրբեջանը մի դեմ է թե դեմ չի, մենք էլ կմտածենք, տեսնենք ոնց է ոնց չի։ Այս 30 տարի է ինչի, այսինքն ինչ հիշում եմ հայ-թուրքական սահմանը թուրքական կողմից փակ է մեր համար։ Դա հստակ պատերազմական ակտ է, տնտեսական պատերազմը տենց արի, ընդհանրապես պատերազմը տարբեր դրսևորումներ է ունենում։ Թուրքիան մեզ հստակ մինչև օրս պատերազմ է հայտարարել։ Որ մենք ձևացնում ենք, որ դա չենք հասկանում կամ լուր ենք կամ բան ենք, դրանից փոխվում է այդ երևույթը։ Սահմանը բացվում է, չի բացվում, չէ։ Ընդհակառակը դա նրանք բանեցնում են մեր դեմ, մեր տնտեսությունն է թուլանում, մեր քաղաքացին է աղքատանում, մեր վիճակը չի բարելավվում։ Դա թուրքերի բանն է, չէ, ներդրումն է, չէ, մեր վատ առումով մեր կյանքում։ Բա մի բան չանենք, որ իրանց համար վատ լինի, որ գնացեն լավ աղբեջան կներեք մենք էլ ենք սխալվել, այս մի բանը դուք մի արեք, այս մի բանը մենք չանենք։ Դա տենց են պետությունը իրար հետ հարաբերում, ոչ թե ասենց հիմարաբար լուր մնալով, բան ասենց բարոյական հաղթանակներ տանելով իբր, այդ ինչ է, ամոթ էր էլ այդ պրոպագանդիստները այդ ինչեր են խոսում, ամոթ էր ուղղակի, որ այդպես բարոյական դաշտ են էլի տանում, բան Իսրայելը, բան նրան չեր սազում ես մի բան, ով չի, ընդհակառակը Իսրայելը ցույց տվեց, թե ինչպես պետք է օգտվել ուրիշների միջև եղած խնդիրներից սեփական շահերը պաշտպանելու համար։ Միջև վերջ կգնան այն ժամանակ, երբ որ իրենց պետք լինի։ Եթե մեզ պետք է որ իրանք միջև վերջ գնան, մենք պիտի հրենք որ իրանք միջև վերջ գնան։ Մենք ոչինչ չենք անում, բայց իրենցից պահանջում ենք որ իրանք միջև վերջ գնան։ Ეხի մենք միջև վերջ մեր ազգային շահերը սպասարկելու տեսանկյունից չեն գնում, բայց ուրիշներից բոլորից սպասում ենք, այդ ինչ անելու ձև։ Շատ լավ, հիմա ընդդիմադիրները մանդատները վերցնելը հիմնավորեցին նաև խորհրդարանում մեծ ներկայացվածությամբ իշխանական, դավաճանական, հակապետական ծրագրերը կանխելու մոտիվով։ Հիմա նրանք կկարողանան կանխել այս ծրագրերը։ Այս ընդդիմությունը ունակ չէ, ինքը նման որակներ չունի, նման հնարավորություններ չունի։ Շատ կարճ։ Անկամ այդ սահմանադրական փոփոխությունների տարբերակում չեն կարողանա փոխել իշխանության ծրագրերը կամ քաղաքականությունը։ Ոչ մի առումով չսպասել դրական տեղաշարժ կամ գործընթացների նախաձեռնում, որը կբխի Հայաստանի շահերից։ Ինչ դրական տեղաշարժ կարող եք սպասել այս որակի ընդդիմությունից։ Հələ իրենց падգամավորների ցանկը նայեք, հələ իրենց քաղաքական, ասենք, հրճակած բաները նայեք, նպատակները նայեք, բաները նայեք։ Ինչ մասն է խոսքը։ Մենք դրա ընդհակառակը տեսնում ենք լիքը մանիպուլյացիաներ, շատ այն որ ասում եմ շրիշակից ներքևի մակարդակին իջեցնելու ընդհանրապես քաղաքականությունը սահմանադրության հետ կապված քննարկումները աբսուրդի են բերելու հասցնելու եւ
ցավում են, բայց մեծ հաշվով իրենք եւի այնպիսի բանը մեծ եւ ստոր ներդրում ունենան, որ այդ փոփոխությունը սահմանադրական մեր համար ոչ ցանկալի փոփոխություն Նիկոլ Փաշինյանը կարող են անցկացնել։ Մենակ են, որ նման որակի ընդդիմություն ունենք սուտ դրա համար։ Մենք արդեն մի անգամ տեսել ենք, էլի։ Թե ինչպես են մեր քաղաքացիները արձագանքում։ Հա իրանք ասում են ավելի լավ այս Նիկոլը քան թե դուք, որտեղ ձեր արածը մենք հիշում ենք։ Իրենք տեսել են այդ մարդկանց էլի հասկանում եք իրենց գործունեությունը։ Եթե դուք կարծում եք, որ ընդդիմության փոփոխություն, ասենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանի փոխարեն հիմա արդեն բանը Սամվել Կարապետյանն այնտեղ էական փոփոխությունը լինելու, ոչ մի էական փոփոխություն տեղի չունենալու։ Այսինքն համակարգային փոփոխություն տեղի չունեցել էլի։ Մենք քանի անգամ տեսնենք, որ մարդուն երբ որ փոխում ես, բան չի փոխվում։ Հիմա Նիկոլ Փաշինյանի Սերժ Սարգսյանը փոխեցին։ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանը։ Ինչ փոխվեց քաղաքականության մեջ։ Ասենք մեր տնտեսության որակը փոխվեց։ Սա բանը Արդարադատության որակը։ Ասենք հələ մեր պետության որակը նայեք։ Հələ այն ասֆալտը հələ նայեք, բանը, չգիտեմ ինչ ասեմ, էլի։ Ամեն ինչը մեր կյանքի որակը նայեք։ Հա մի քիչ փողային ինչ որ շարժեր եղավ, դա կախված է ոչ թե մեր բանից, այլ ռուս-ուկրաինական պատերազմից, որ Ռուսաստանին ամբողջ աշխարհը դրեց բաների տակ, տնտեսական էմբարգոների տակ։ Մեր տնտեսությունը սկսեց տեղից խողովակ առաջացավ դեպի Ռուսաստան, որտեղից ահռելի միլիարդներ սկսեցին հոսել։ Այդ իրենց ապաշնորհության արդյունքով այդ ահռելի միլիարդներից չկարողացան նորմալ օգտվել։ Հեսա դա կվերջանա։ Հետո ինչ են անելու։